ընկերներս ներկայացրեցին, որ իրականում մեր 500,000 համակարգացներ հայտնվել են ծայրահեղ խոցելի սոցիալական իրավիճակում, ըստ էության պետությունը իրենց սոցիալական ապահովությունը իրականացնում է մնացորդային սկզբունքով եւ կենսաթոշակների աճը էապես զիջում է եւ աշխատավարձների աճին, եւ հնայի աճին, եւ բյուջեի աճին եւ այլն, Եվ մենք այսօր ձեր համար պատրաստել ենք որոշակի իլյուստրացիաներ, որ մենք հիմա ցույց կտանք, ինձ տեջան խնդրեմ ստեղել ցույց տուր, ես մտածում որ ստեղել կարող եմ ցույց տալ, եւ թող կարող եք երկուսն էլ նայեք, հա։ Ուրեմն այս սլայդի վրա պատկերված է կենսաթոշակների աճը 2018-2025 թվականներին։ Բոլոր թվերը, որ մենք օգտագործել ենք, դա մեր վիճվետվարչության թվերն են կամ էլ կառավարության թվերն են, իրենց կայքից վերցած բյուջետային թվերն են։ Բոլորը պաշտոնական են, ինչ-որ իմաստով պաշտոնական թվերը նաև թեր գնահատում են իրական խնդրի խորությունը, հա։ Տեսեք, միջին կենսաթոշակի աճը 7 տարիների ընթացքում այս վարչախմբի եղել է 22%։ Այն դեպքում, երբ որ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ գնաճը այդ նույն ժամանակաշրջանում եղել է 26%։ Ընդդեմ սա սպառողական գների աճն է, հաստատությունը չի արտացոլում, օրինակ են, որ գույքարկի այդ ընթացքում մի քանի անգամ բարձրացել է եւ դա թոշակառուների վրա հավելյալ բեռ է, որտեղ գույքարկի արժեքը չի մտնում ուղղակի սպառողական գների զամբյուղի հաշվարկի մեջ։ Իրական կյանքի արժեքը էապես ավելի շատ է բարձրացել։ Եվ այն ինչ պարոն Հակոբյանը մինչև այդ ասեց, նորից ուզում եմ կրկնեմ, այսօր կենսաթոշակառուն միջին հաշվով ավելի վատ ապրում, քան նա ապրել է 7 տարի առաջ, երբ որ այս վարչախումբը եկավ իշխանության, քանի որ նա ստանում է ավելի փոքր քանակությամբ միջոց իր գնողունակության պարիզետու հաշվարկության։ Հիմա արդյոք սա արդարացված է, որովհետև մեր ընդդիմախոսները գործող վարչախմբից պետք է ասեն, գիտեք, մենք հնարավորություն չունենք, մենք պաշտպանական ծախսերն ենք մեծացրել եւ այլն։ Հիմա տեսնենք արդյոք ինչա տեղ ունեցել այս ընթացքում։ Ուրեմն նախ սկսենք կենսաթոշակային ֆոնդի փոփոխությունից։ Սա երկրորդ սլայդն է։ 7 տարիների ընթացքում բյուջեում կենսաթոշակային ֆոնդը աճել է ընդամենը 17%։ Հա, եղել է մոտավորապես 300 միլիարդ դրամ, դառել է մոտավորապես 350 միլիարդ դրամ, կլորացնում ենք թվերը, էական չի 1 միլիարդ էսվող մենքով, ընդամենը 17%-ով աճել մեր պետական բյուջեում կենսաթոշակային ապահովման ուղղված միջոցները, իդեպ ասեմ, որ ձեզ այդ ընթացքում կենսաթոշակառուների թիվը աճել է 458,000-ից 501,000, ինչպես ասեց իմ գործընկեր պարոն Կամենգյանը։ Հիմա արդյոք արդարացված է այդ թիվը, հիշեք 17% աճել ընդամենը, հա։ Պետական բյուջեի ծախսերը այդ ընթացքում հաջորդ սլայդում աճել են 135%-ով։ Այսինքն կենսաթոշակային ապահովում աճել ընդամենը 17%-ով, իսկ ամբողջ բյուջեի ծախսերը 135%-ով, ավելի քան 2 անգամ։ Այսինքն բյուջեում միջոցների աճը ավելի քան բավարար է, որպեսզի կենսաթոշակներն էլ աճեին օրինակ 2 անգամ այդ ընթացքում։ Բայց եթե կենսաթոշակները չեն աճել 2 անգամ, ապա ի՞նչն է այդքան շատ աճել բյուջեում, ուր է ծախսվում մեր բոլորի կողմից, մեր հարկատուների կողմից վճարվող միջոցները։ Հիմա երբ ձեզ ցույց տամ մի քանի շատ պարադոքսալ բաներ։ Հաջորդ սլայդ։ Սա պետական պարտքի սպասարկման ուղղված միջոցներն են։ 2018 թվականին մեր բյուջեում պետական պարտքի սպասարկմանը ուղղվել է 141 միլիարդ դրամ։ Այս տարի 395 միլիարդ դրամ։ Համարը եռապատիկ աճ է տեղ ունեցել պետական պարտքի սպասարկման համար։ Կասեք, ինչպես է դա հնարավոր, աբսուրդ է, ինչպես է դա հնարավոր։ Շատ բարձր, աճել է ոչ միայն պետական պարտքը, այլև պետական պարտքի սպասարկման արժեքը։ Տեսնեք ստեղ թվերը, 4,5%-ից, պետական պարտքի տարեկան 4,5%-ից, էֆեկտիվ տոկոսադրույքը դառել է 7,5%։ Սա մեր փառահեղ ֆինանսների նախարարը, ֆինանսների նախարարությունը, վարչապետները միասին վերցրած մեր պետական պարտքի սպասարկման տոկոսադրույքը 4,5%-ից 7 տարում բարձրացրել են 7,5%-ը։ Չեմ ասում պետական պարտքի աճի մասին, դրա մասին բոլորս գիտենք։ Բայց ուշադրություն չենք դարձնում, որ համարը 2 անգամ թանկացել է պետական պարտքի սպասարկման։ Ինչի, որովհետև ունենք տաղանդավոր ֆինանսիստներ, որոնք ղեկավարում են մեր երկիրը։ Տաղանդավոր ֆինանսիստներ 2 անգամ թանկ է դառել իրանց տաղանդի ձեռքից։ Իրականում սա կոռուպցիա է։ Սա կոռուպցիա է եւ ժամանակը կբացահայտի, որ սա կոռուպցիա է։ Որ այն ինչ որ տեղի է ունենում, մեր բոլորի հաշվին դուք հասկացեք, որ տարեկան $1 միլիարդ ուղղակի փող է վճարվում պետական տոկոսների դիմաց։ Ես որպես թիվ արձանագրենք, հա։ Ուրեմն երկրորդ թիվը, որի մասին ձեզ ուզում եմ ասեմ, պետական մարմինների, կառավարման մարմինների ադմինիստրատիվ ծախսերը։
աճել են 2.5 անգամ, 59 միլիարդից 155 միլիարդ։ Այնտեղ եթե 2018 թվականին շատ հասկանալի էր ինչքան էր, թիվը հայտնի էր, բյուջեի մի հատ բանով տողով գրած էր։ Հիմա այս թիվը խառնած է հազարավոր տողերի մեջ, որտեղ պետք է անցնես հերթով փորձես հասկանաս, մինչև վերջը չես կարող հասկանաս, սա ինչ է իրականում, իրական ծառայությունն է, թե ադմինիստրատիվ ծախսեր է, դրա համար մենք վերցրել ենք ամենափոքր հնարավոր թիվը։ Ամենափոքր հնարավոր թիվը օրինակ պաշտպանության նախարարության բյուջեում թիվը առանձնացված չի ադմինիստրատիվ ծախսը։ Ոստիկանության բյուջեում ներքին գործերին առանձնացված չի, առանձին դրա համար նույնիսկ չենք էլ հաշվել։ Վերցրել ենք 155 միլիարդ։ Ուրեմն տեսեք, եթե դուք պետական համակարգում եք աշխատում, ծախսերը աճել են 2.5 անգամ։ 2.5 անգամ արձանագրենք այս թիվը։ Հաջորդ թիվը կառավարության պահոստային ֆոնդը, այն ինչ կոչվում է պահոստային ֆոնդ։ Սա իրականում պահոստային ֆոնդ չի կառավարության, սա վարչապետի ջեբի փողն է։ Սա այն փողն է, որը ինքը ծախսում է ըստ իր հայեցողության, ինչի որտեղ ազգային ժողովը, սա հայեցողական փող է, նա չի հաստատում այս փողը ինչ որ մի կոնկրետ նպատակի։ Նա սա փողն է վարչապետի հայեցողության։ 2010 թվականին եղել է 25 միլիարդ, այս տարվա բյուջեում նախատեսված է 64 միլիարդ, ավելի քան 2.5 անգամ եւս աճել է այս փողը։ Այն որը Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի իր հայեցողությամբ ծախսել ցանկացած բանի վրա։ Գիտեք ինչերի վրա ծախսում օրինակ ծախսում է հեծի հարցով միջազգային արբիտրաժներում քանգարժեք իրավաբանների բացատրելու համար, որտեղ այնպես խնդիր է ստեղծել, պետք է մեր գրպանից միլիոններ ծախսի, որպեսզի այդ խնդիրը ոչ միայն չլուծի, նույնիսկ չի լուծվելու այդ խնդիրը, ուղղակի ձգձգի։ Եվ մենք բոլորս վճարում ենք դրա համար եւ առաջին հերթին այն թոշակառուները, որոնք թոշակ չեն ստանում։ Փոխանցները միլիոններ են գնում ինչ-որ իրավաբանների վրա։ Եվ ամենախայտառակ թիվը, որ ձեզ ուզում եմ ցույց տամ։ Այստեղ վարչապետի ենթակայության գործող հիմնականում ներքին ռեպրեսիվ մեքենայի վրա ծախսերն են։ Ուրեմն 2010 թվականին մենք ունեցանք 3 մարմին՝ ազգային անվտանգությունը, քննչական կոմիտեն, պետական պաշտպանությունը։ Այս ընթացքում եւս 2 մարմին է դրանց վրա ավելացել՝ հակակառուպցիոն կոմիտեն եւ արտաքին հետախուզությունը, որոնց ամեն մեկը ծնվել է իր համապատասխան մի մարմնից, հա։ Ծախսերը աճել են ավելի քան 3 անգամ։ 29 միլիարդից դառել է 95 միլիարդ սրանց հավաքական ծախսերը։ Հաղթանակած դեմոկրատիայի բաստիոնում ռեպրեսիվ մարմինների վրա ծախսերը աճել են 3 անգամ։ Ինչի՞ որովհետև Նիկոլ Փաշինյանին պետք է ռեպրեսիվ մեքենան կերակրել, որպեսզի պայքարի քաղաքական հակառակորդների դեմ ում հաշվին մեր կենսաթոշակառուների։ Մեր կենսաթոշակառուները պետք է ստոված մնան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նրանց անունից իդեպ, նրանց անունից պայքարի մեր բոլորի դեմ։ Ձերբակալի մեզ, գործեր հարուցի, դատարաններով քաշտա եւ այլն։ Ավելի քան 3 անգամ ծախսերը ավելացրել, հա։ Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով, մենք համարում ենք, որ 2 տարում ավելի քան իրատեսական է կենսաթոշակները 50%-ով բարձրացնելը եւ այսուհետեւ դրանք ինդեքսավորելը նվազագույն սպառողական զամբյուղի հետ, որովհետեւ մեր կենսաթոշակառուները իսկապես այնքան միջոց կարողանան ստանալ, որը նրանց հնարավորություն է տալիս նվազագույն կենսամակարդակ ունենալու, նվազագույն, հա, 50%-ը հաշվել ենք մենք մոտավորապես սա 175 միլիարդ դրամ է տարեկան բյուջետին, չենք ասում 2 տարի, որտեղ մենք պոպուլիստ չենք, մենք Փաշինյան չենք, որ ասենք կգանք միանգամից կանենք, չէ, միանգամից չենք անի 2 տարի ամս պետք դրա համար, որտեղից ենք վերցնելու այդ միջոցները։ Մոտավորապես 100 միլիարդ դրամը վերցնելու ենք 2 տարիների ընթացքում պետական բյուջեի բնականon օրգանական աճից, որովհետև մենք տարեկան մոտավորապես 5% տնտեսական աճ ունենք նաև բյուջեի եկամուտների որոշակի ավելացում հնայի նկատմամբ, որովհետև հավաքելիությունը աշխանում բարձրանում է, եւ մենք գնահատում ենք, որ 2 տարիների ընթացքում այդ պետական բյուջեն կավելանա առնվազն եւս 500 միլիարդ դրամով։ Եվ մենք համեստաբար ասում ենք, այդ 500 միլիարդ դրամից 100 միլիարդը եկեք թիրախային ուղենք կենսաթոշակների բարձրացման վրա, որտեղ նախորդ տարիներին ոչ մի բան չենք արել։ Նախորդ տարիներին 7 տարվա ընթացքում ընդամենը 50 միլիարդով ենք բարձրացել, եկեք հիմա, այսպես ասած, ոնց որ լրացնենք այդ բանը։ 100 միլիարդ բարձրացնենք 2 տարում, բյուջեն 500 միլիարդով ավելանալու է։ Հաջորդը 35 միլիարդ դրամով կրճատենք պետական պարտքի սպասարկման ծախսերը, ինչպես պետական պարտքը ռեստրուկտուրիզացիա անելով, թանկարժեք պետական պարտքը փոխարինելով ավելի էժան պետական պարտով, դա հնարավոր է, եթե հրաժարվենք այն կոռուպցիոն սխեմաներից, որոնք հիմա գործում են։ Երրորդը պետական մարմինների ծախսերը կպակասացնենք ընդամենը 10%-ով։ Ընդամենը 10%, դա բացարձակ իրատեսական է, ես ինքս նախկինում զբաղվել եմ դրանով, իրատեսականը 30%-ով էլ պակասացնել, բայց որպեսզի շատ կտրուկ որևէ բան մենք չանենք,
Ընդհանրապես պարգևավճարները մի քիչ կպակասացնենք 10%-ով անորից ուզում եմ կրկնեմ մշտապես ամեն տարի ինդեքսավորել նվազագույն սպառողական զամբյուղեր, որովհետեւ մենք իրենց ապահովենք նվազագույն կենսաթոշակ եւ նվազագույն կենսակերպ։ Հիմա ինչ ենք մենք սա հետ կապված անելու։ Հաջորդ շաբաթվանից սկսած մենք օգտվելով հանրագրերի մասին օրենքից Հայաստանի Հանրապետության կսկսենք ստորագրահավաք հանրագրի տակ, որով մենք կդիմենք այս գործող իշխանություններին պահանջով 50%-ով բարձրացնել, կետ առաջին 50%-ով բարձրացնել կենսաթոշակները միջին եւ երկրորդ կետ այսուհետեւ դրանք մշտապես ինդեքսավորել նվազագույն սպառողական զամբյուղի հետ։ Եթե մեր հանրագրի անպատասխան մնա, իսկ այս իշխանության անպատասխանատվությունը հաշվի առնելով կարելի է ենթադրել մեծ հավանականությամբ, որ այդպես էլ կլինի, մենք հաջորդ տարվա համապետական ընտրություններին գնալու ենք մասնավորապես հենց այս օրակարգով։ Մեր բոլոր կես միլիոն կենսաթոշակառուների համար 50%, երկու տարվա մեջ 50% կենսաթոշակների աճ ապահովելու խոստումով, առավելևս, որ մենք շատ իրատեսականորեն պատկերացնում ենք այդ խոստումը ինչպես են կատարել։ Չենք ասում 5 անգամ, տեսեք, չենք ասում 10 անգամ, չենք ասում 2 անգամ, ասում ենք 50%-ով 2 տարում եւ այնուհետեւ ինդեքսացիա։ Դա շատ իրատեսական է եւ դա մեր քաղաքական օրակարգի կարևորագույն առանցքային կետերից մեկն է լինելու համապետական ընտրությունները։ Այսքանը շնորհակալություն եւ պատրաստ ենք ձեր հարցին, ով որ հարցը տալի, խնդրում եմ ասել ումա ուղղված հարց։ Դուք առաջինն եք, եկեք ձեզ հետո ձեզ։ Մի շարք խնդիրներ նշեցիք սոցիալական եւ միայն թոշակների բարձրացման պարագային դուք առաջարկեցիք, որ 50%-ով ես կխնդրեմ նաեւ մյուս խնդիրների համար ձեր առաջարկը նշեք, եթե բարձրացրել